Ողջույն իմ շատ սիրելի բարեկամներ, արդեն հարազատ դարձած մարդիկ։ Ողջունում եմ ձեզ, մեզ մոտ նոր օր է սկսվել, հետևաբար սկսում ենք նոր վլոգ։ Այս գեղեցկուհին դեռ մեր տանն է ու երևի թե մի քանի օր դեռ կմնամ։ Քանի որ մեծ տանջանքով դնում ենք, ուզում եմ որ մի քանի օր դեռ գեղեցկացնի, դեռ մեզ ուրախացնի։ Հետո ամսի 14-ին գագոն տաննա իրար հետ կհանենք, երկրորդ պայմանն էլ դա է, որ մնացել է, բայց չէ, դեռ չի հոգնացրե, բայց ժամանակ ա լինում, որ ուզում եմ հավաքեմ ու ամեն ինչ իրա տեղը դնեմ, բայց որ այսպես գեղեցկացնում ա մեզ չէ, մեր տանը, մեր տունը ուրախացնում ա մեզ, ուզում եմ, որ մի քիչ մնամ։ Մի քիչ տանջանքով դրեցինք մանավանդ գնացքի պահը, թող մնա այսպես լույսերը, վարագույրի լույսերն են, չգիտեմ երևում ա թե չէ, մի փոքր երևում ա։ Միացրել եմ, ասեմ քանի կա, դրած է տոնածառը, թող լույսերն են միացրած լինի, ես սիրում եմ։ Դեռ ոչ մի բան չենք հավաքել ամանորյա դեկորացիա, այդպես ես որպես դեկորացիա, այդպես չեմ էլ արել, այն կողմում հիմա ցույց տամ, մի րոպե, այսպես դեկորացիա ծաղկամանի մեջ էսա գետին իհարկե հատակին էր դրած, ես եմ հիմա հանել վերև, սա սեղանի դեկորացիան է, ասես դրել եմ ամանի մեջ, առայժմ այսպես կմնա միջև կհավաքենք վերջնական, այստեղ ինչ ունենք, ձմեռ պապիկն է, հրեշտակն է, այս ծաղկամանի մեջ լույս է վառվում, դրա համար այսպես մնացել է, և ուրիշ ոչ մի բան չունենք ու մեր ունենք տոնածառը։ Օրը մեզ մոտ շատ լավն է, պայծառ, այսօր անկեղծ ասած արևի տակ լավ էր, տաք էր արևի տակ, բայց որ արևը գնում է սառնություն կա, բայց գրված է, որ 17 աստիճան պետք է լինի։ Գագոն գնացել է գործի, զանգի ասում է դուրսը տաք է, ինքը առավոտ մի քիչ շուտ է գնացել, իր համար ցրտոտ էր դեռ։ Ասում է դուրսը տաք է արդեն, ասում եմ չգիտեմ տատիկները այստեղ արևին նստած են, եթե նստած են ուրեմն տաք է, այդպես եմ արդեն եղանակը, գիտեք ինչի են այստեղ շատ արևին նստում, որովհետև մանավանդ հին շենքերը ընդհանուր ջեռուցում տունը չկա, դրա համար շատ ժամանակ դուրս ավելի տաք է լինում, քան տունը, այդ պատճառով տատիկները գերադասում են, տատիկ պապիկները իհարկե, գերադասում են նստեն արևին, երբ որ արև ա լինում, նստում են արևին, տաքանում են, խոսում են, շփվում են, այստեղ շատ են սիրում խոսալ, շփվել, տատիկների թուլությունն է։ Մի խոսքով, ինչ ենք անում, առայժմ որևիցե լուրջ պլան չունեմ, հիմա ուղևորվում եմ դեպի խոհանոց, խոհանոցում դրել եմ հավի բտիկներ 3-2 արկղ առանք, մեկը պատրաստեցինք, մեկը ավել էր, ես գիտեի, որ ավել է լինելու, բայց գագոն ասեց վերցնենք, ես չմերժեցի, հիմա դրել եմ եփի, սոուս եմ ուզում պատրաստել, ավելի լավ որ տանը բան կար, հիմա եփումը, այնտեղ կարտոֆիլն եմ, հիմա ցույց տամ, ահա, այստեղ արդեն մաքրել եմ, ջրի մեջ եմ դրել, հիմա կլվանամ, հավի բտիկները այստեղ եփվում են, այստեղ իմ հալած յուղն է, այս վերջի շրջանում հալում եմ յուղը, այդպես ավելի այս թվում է լավը, ասում են յուղը օգտագործելը ավելի առողջարար է, այստեղ այսպիսի կտորներով պղպեղներ կար, դա եմ օգտագործելու, մի խոսքով այսօր որոշել եմ սառնարանը մաքրել, ինչ բանջարեղեն կա, ուղարկելու եմ այրոգրիլ, արդեն ձևը, հեշտ ձևը սովորեցի, սա էլ սոխը կկտրատեմ, մի խոսքով ճաշ եմ առայժմ եփում, հետո տեսնենք մեր պլանները ինչպես կստացվեն։ Ահա, այս կողմում էլ արդեն հավի բտիկները եփվել են, ես այսպես եփում եմ, բայց հետո կաշին հանում եմ, ճիշտն ասած ընդհանրապես հանում եմ, բայց այս անգամ եփելուց չհանեցի, բայց ճաշը պատրաստելուց անպայման կաշին հանելու եմ։ Մի խոսքով եփեմ ճաշը, հետո նորից կհանդիպենք սիրուններս։ Ժողովուրդ, այստեղ կարտոֆիլը կտրատում եմ, ինքն սրսուր կարտոֆիլ է, ասում է սրսուրա մարտոնո կարտոֆիլ, չէ՞ ոնց որ իսկական էլ լինի։ Չգիտեմ,
շուկայից են գնել ու այստեղ իսպանացիները այս կարտոֆիլին ասում են Մոնա Լիզա սորտ։ Ինչքանով անվան Մոնա Լիզային չգիտեմ, բայց այդպես են ասում Մոնա Լիզա սորտ։ Խոսքով շատ սրսուր կարտոֆիլ է Մոնա Լիզան։ Համով է եփելուց, բայց որ տապակում ես, լավ չի կարմրում։ Այդ թերությունը ունի Մոնա Լիզան։ Երեք տեսակ վլոգում, որ այրոգրիլն էինք փորձարկում։ Հիմա այսօր հավեսի ենք եկել, տեսնեմ սարդարանում ինչքան բանջարեղեն ունեմ, հանեմ, համ կվերանա, ահագին պղպեղ ունեմ, տեսակ կանաչ պղպեղներ ունեմ, այստեղ անկեղծ ասած Հայաստանի նման համեղ չի կանաչ պղպեղը, գունավոր կարմիր պղպեղը շատ համով է, բայց կանաչ պղպեղը մի տեսակ չորը համով չի։ Կդնեմ այրոգրիլի մեջ ու կխորովի։ Արդեն որոշել եմ բրոկոլի, գազար, պղպեղ, ծաղկակաղամբ, խառը աղ, պղպեղ, մի խոսքով համեմունքներ կանեմ ու այդպես կդնեմ այրոգրիլի մեջ։ Համ ավելի համեղ կլինի և օգտակար։ Խոսքով հետ էլ մեր այրոգրիլյան պատմությունները գիրքն եք ուսումնասիրում ու տվել են գրքի մեջ շատ բաներ կա, բաղադրատոմսեր կա, որոշել եմ, որ հերթով պատրաստեմ, տեսնենք։ Խոսքով դա էլ այրոգրիլյան մեր հիվանդությունը։ Գրել էիք, որ շատ լավ բան է, բոլորդ ամեն մեկդ մի լավ խորհուրդ էր գրել, շատ շնորհակալ եմ ձեզանից, որ արձագանքել եք, շատ շնորհակալ եմ, որ անպատասխան չեք թողնում իմ հարցերը, որ լայքում եք տեսանյութերը, սրտիկում եք, մի ինչ-որ մեկնաբանություն, մի սրտիկ, մի լայք, ինչ-որ մի մեկնաբանություն թողելը դա շատ կարևոր է, ոչ թե միայն իմ համար, այլ տվյալ բլոգերի համար։ Իրոք դա միշտ հարցնում եք ինչի համար է դա կարևոր, քանի որ բոլոր բլոգերները նման ինչ-որ մի խնդրանք անում են, չէ՞, լայքեք տեսանյութերը, ինչ-որ մի մեկնաբանություն թողեք։ Դա նրա համար է, նրանով է լավ, որ այդ ձեր լայքերից բլոգերը ոչ մի գումար չի վաստակում։ Ուղղակի YouTube-ը տեսնում է, որ ալիքը աշխատող է, հետաքրքիր է ու ինքը ավելի տարածում է։ Դրա համար դա ձեր համար ոչ մի նշանակություն չունի, բայց ոչ միայն իմ, այլ ում որ դուք նայում եք, ում որ սիրում եք, հավանում եք, տվյալ բլոգերի համար ձեր լայքը, ձեր որևիցե մի մեկնաբանություն, ինչ-որ մի սմայլիկ թեկուզ մեծ արժեք ունի հաստատ։ Հենց որ սիրելիներս, ասածս հյուր է տանում, որ մի մոռացեք լայքերը, մի մոռացեք ինչ-որ մի սմայլիկ ձեր թանկ ժամանակից, ես գիտեմ, որ այս հիմա ժամանակը շատ թանկ է բոլորից համար, բայց կարելի է մի սմայլիկ անգամ գոնե մեկնաբանություն թողնել, ավելի կուրախացնեք ձեր սիրված բլոգերին։ Դա էլ այդպես սիրելիներս, հիմա ես իմ ճաշը պատրաստեմ, հետո տեսնեմ ինչպես կստացվի, նորից կհանդիպենք իրար։ Սիրելիներս, ես այստեղ արդեն ճաշը դրել եմ գրակի վրա, լցրել եմ ամեն ինչ, վերջում միայն ռեհան կլցնեմ, եկել համ եմ կկտրատեմ մի փոքր, ես սիրում եմ սոուսը ռեհանով, ընդհանրապես ինձ թվում է սոուսի հետ ռեհանը շատ է սազում։ Խոսքով հիմա վերանը փակեմ, արդեն սկսում է եռալ, մի փոքր ցածրացնեմ ու թող եփվի մեր այսօրվա ճաշը։ Մինչ կեփվի, ես էլ այստեղ որ ճաշ ենք եփում, արդեն 4 կողմը բոլորը թափրտում ենք։ Հավաքեմ ամբողջ իմ թափրտածը լվանը, նորից կհանդիպենք։ Սիրելիներս, տեսեք ինչ վիճակ էր իմ խոհանոցում, դա իրական վիճակն է, որ մենք բոլորս էլ որ պատրաստում ենք, հաստատ հավաքված չի մնում, թափթփվում է, ամաններ է կեղտոտվում, ամանները միշտ կա, ինչքան աման լվանես, միևնույն է լվալու աման միշտ գտնվում է։ Դա ես առանց ձեզ իհարկե կանեմ,
կհավաքեմ, կմաքրեմ, նորից կմիանանք։ Հա, ինչը ուզում եմ ասել, ինչը չեք տեսնի իմ ալիքում։ Իմ ալիքում կտեսնեք խոհանոց, կտեսնեք մեր առօրյան խանութ կտեսնեք, բայց չեք տեսնի հաստատ, որ երաժշտություն միացնեմ, ամաններ լվանամ, փոշեկուլ անեմ, հատակը լվանամ կամ փոշիները մաքրեմ։ Այդա իմ ալիքում հաստատ դուք չեք տեսնի, որովհետև ինձ դուր չի գալիս մնացած ալիքներում դա նայելը, մնացածի ալիքներում դա նայելը, հետևաբար իմ ալիքում դուք չեք տեսնի։ Կարող է ինչ-որ գործ անեմ, ճաշ եփեմ, միասին զրուցենք, բայց որ երաժշտություն միացնեմ ու ես արագացրած պատուհան մաքրեմ, սառնարան մաքրեմ, հատակ մաքրեմ, աման լվամ, դա հաստատ իմ ալիքում չեք տեսնի։ Դա ձեզ խոստանում եմ, չգիտեմ, կարող է ինչ-որ մեկի համար այդ ֆորմատը հետաքրքիր է, բայց որ ինձ հետաքրքիր չի, մտածում եմ շատ-շատերին հետաքրքիր չի լինելու։ Օրինակ խանութ գնալը ինձ հետաքրքիր է այլ երկրներում, ինչ մթերքներ կան, ինչ տեսականի կա, իսկ մաքրությունը հաստատ հետաքրքիր չի։ Մանավանդ որ դնում են արագացրած ու մաքրում են։ Այդա չեք տեսնի իմ ալիքում հաստատ։ Ու դա ասելով, ճիշտ ասած կասկածեցի, որ կարող է ինչ-որ մեկին հետաքրքիր լինի, խնդրում եմ գրեք, ձեզ այդ ֆորմատը հետաքրքիր է, թե ոչ, որ երաժշտություն են միացնում ու գործ են անում, իհարկե արագացրած են անում, ոչ դանդաղ կադրերով, արագացնում են ու երաժշտության տակ իրենք գործ են անում, դուք նայում եք, խնդրում եմ գրեք, հետաքրքիր է ձեզ դա, թե ոչ։ Կարծում եմ ոչ, բայց ինձ կհետաքրքրի ձեր պատասխանը։ Ահա սիրելիներս, առանց ձեզ ամեն ինչ լվացի, հավաքեցի և մաքրեցի, այստեղ էլ արդեն ճաշը պատրաստ է, վերջացրեցի իմ գործերը խոհանոցում, բայց դեռ ինձ թվում է ժամանակավոր, դեռ գաբան պետք է գա, հաց ուտի, նորից աման հավաքվի, մի խոսքով ու այդպես շարունակ, գործը երբեք չի վերջանում, միշտ կա, ինչքան էլ անես մեկա, ինչ-որ մի բան կա անելու հաստատ։ Հիմա ասեմ ուրիշ գործերի, ընթացքում նորից կմիանամ սիրելիներս։ Չկա, ստեղ այդտեղ չկա։ Այստեղ չես այստեղ։ Չորրորդ հարկ, երկրորդ հարկ։ Ողջույն սիրելիներս, մեզ մոտ նոր օր է փոխվել, վերջին նկարելուց հետո անցել է 2 օր, ոչինչ չեմ նկարել, ճիշտն ասած, դուրս ենք եկել տանից, տեսակ գնացել էինք պոլիկլինիկա, թուղթ պետք է վերցնեինք մեր ընտանեկան բժշկից, դա արեցինք, հիմա գնում ենք թաղապետարան, էլի թուղթ պետք է փաստաթղթային հարցեր ունենք լուծելու, գնում ենք թաղապետարան, դրանից հետո արդեն տեսնենք ինչ պլաններ ունենք, պլանների մեջ այսօր վերջապես պետք է հավաքենք տոնածառը, արդեն 5 նոր տարին էլ անցկացրեցինք, նոր հավաքում ենք։ Պլանների մեջ կա, բայց տեսնենք քանիսին կգնանք տուն ու ոնց կհասցնենք։ Հիմա առայժմ դրսում ենք, գնանք թաղապետարան, դրանից հետո նոր կտեսնենք ինչ ենք անելու։ Հուսով եմ դուք լավ եք, մենք նույնպես լավ ենք։ Եվ ամեն ինչ ձեզ մոտ կարգին է, լավ նորմալ անցկացրեցիք ձեր տոները ու Աստված տա, որ ամբողջ տարին լավ անցկացնեք ու լինեք ամենակարևորը առողջ։ Իսկ պլանների մասին հաստատ նորից կտեղեկացնեմ ձեզ։ Հասել ենք ու այստեղ էլ կանգնել է մեծ մի հատ պրոբլեմա։ Վճարովին տեղ չկա։ Հաստատ երևի հա բոլորը վճարովի են, չէ՞։ Դե։ Հա, դեռ վճարովի է, բայց տեղ չկա։ Դրանք կանգնած են։ Այս էլ մեր եկեղեցին է։ Բավականին սիրուն շենք է, կողքից է եկեղեցին էս պահին։
այստեղում։ Թաղապետարանից է դուրս եկանք, այսօր լավ ուր էր, մեր բոլոր հարցերը թղթային լուծեցինք, այստեղ 1000-ից մեկը, որ միանգամից կարողանում ես բոլոր թղթային հարցերը մի օրում լուծել։ Հա, զարմանալի է շատ։ Հա, ու էդի այսօր տեղի ունեցավ, էդի զարմանալի էր։ Հիմա, քանի որ մոտիկ ենք, գնում ենք Մերկադոնա, չէ հաց առնելու, շատ բան չունենք իրոք առնելու, Մերկադոնայում չեմ նկարի, որովհետև Մերկադոնան արդեն Մերկադոնա գիտեք, ասեր անգամ գնացել եք։ Գնանք հաց առնենք ու գնանք տուն։ Այսօրվա մեր առայժմ դրսի պլանները այդքանն են, բայց մեր օրը դեռ առջևում են։ Չէ, տանը գործ ունենք, միասին կհավաքենք տոնածառը, տեսնենք, եթե ամեն ինչ բարի հաջող գնաց, աղլավա կպատրաստենք, ամուսուս խոսք եմ տվել, ահագի ժամանակը չեմ պատրաստում։ 4-րդ ամիսն է արդեն։ Նոր տարուն էլ չստացվեց։ Հիմա եթե ամեն ինչ բարի հաջող լինի, թե ընկույզը կտրտի կպատրաստեմ։ Դժվար ընկույզ կտրելն է։ Խոսքով այսօրվա պլանները դա են։ Մնացածը դեռ ոչ մի նորություն չունենք, մի քանի օր է ես վիդեո չեմ գցել, կխնդրեմ, որպեսզի լայքերով սատարեք իմ ալիքը, որպեսզի մի փոքր տարածվի լայքերով կամ ինչ-որ մի կոմենտարիա, մեկնաբանություն, ինչ-որ մի սմայլիկ թեկուզ, դա կարևոր է։ Առայժմ այսքանը, կհանդիպենք երևի տանը։ Ֆիքսի է ժամը, միշտ է ժամին գամ, ազատ է։ Սպահված են բոլորը, սենց բան, որ Մերկադոնայի կայանատեղին 1000-ից մեկ է լինում, դատարկ, մի 3-4 հաղթո, հետի նշանակում է չի կա ոչ մեկ։ Մենք կանգնեցինք մեր տեղը, մեր տեղը ունենք արդեստեր։ Մենք դուրս եկանք արդեն, այստեղ այս դեղին հավերը ասում են տնական, բայց եգիպտացիներենով երևի կերակրածա դրա համար է դեղին, մանդարին գնեցինք, այստեղ կարակ, հացի համար ենք եկել։ Հիշեցինք, որ ձուկ ունենք արդեն տանը, այստեղ համեմունքներ, օրեգանո և գույն պղպեղներ և իհարկե ինչի համար, որ եկել ենք։ Այստեղ դուրս ենք եկել, ու ես պրոբլեմը, ահա բացեց, ուղղակի ուշ միացրեցի կամերան, ուղիղ 10 րոպեա տանջվում էր ես մեքենան, որ բացեր, ինչ չեր անում, բայց, ես թեմը լավ չեր կանգնել, համարները չեր կարդում ավտոմատը, Պապիկը քարտը չեր տվել ընդեղ, հա, քարտը չեր տվել, բա ոնց բացեց, որ քարտը չեր տվել, Այնտեղ տեսան, որ եկի կաննել է։ Երևի, հա, բացեցին ավտոյի, մեքենայի համարներով երևի։ Մի խոսքով մենք դուրս եկանք, վերջապես դուրս եկանք Մերկադոնայից, 10 րոպե սպասում էինք, ուղղակի ուշ միացրեցի կամերան։ Երևի կամ կտրոնը չէր տվել, կամ չէր կարողանում, կամ այնպես էր կանգնեն, որ մեքենայի համարները չէր կարդում ավտոմատը։ Ու ուր ենք գնում, կարծում եք տուն ենք գնում, սխալվում եք։ Մենք անսպասելի որոշեցին գնանք
ռուսական խանութ բազը են օպտովի մեծածախ, որ ասում ենք գնացել էինք մի անգամ ուկրաինական խանութը, այդ մեծածախ առևտրի կենտրոն ենք գնում։ Խոսքով տուն չենք գնում, ժողովուրդ։ Ճիշտն ասած, երշիկ էինք ուզում առնեինք, հիշեցինք, որ դա է վերջացել եւ թթվասեր ու կատնաշոր։ Որոշեցինք, որ չառնենք իսպանական խանութից, քանի որ ռուսականն ավելի լավն է, լեհականն էլ լավը շատ իմիջայլոց, ավելի լավն է, ավելի որակով էր ու համեղ էր։ Մենք է որոշեցինք գնանք միանգամից այնտեղից գնենք մեր գնումները։ Երշիկ, կատնաշոր, թթվասեր, Պարադինսկի հաց կգնենք անպայման, ու էլ երևի ոչ մի բան, կամ կտեսնենք արդեն կողքից ինչ, խոսքով գնում ենք խանութ նորից, ոչ թե տուն։ Գնացինք, իհարկե դուք էլ մեզ հետ միասին։ Մենք արդեն տեղ ենք հասել։ Աստեղա, բացը Պարադինսկի։ Հոլա։ Աստեղ ինչ է։ Աստեղ մեծ ստուփով կատնաշորներ կան։ Նայ, կատնաշոր կասես մեծ ստուփով։ Բայց չէ, եւի փոքրը վերցնենք։ Այստեղ ինչ է։ Այստեղ սիրոկներ են։ Այդ ինչ է։ Ինչա որ է։ Վերցրեք, փորձենք։ Ես էլ է Պարադինսկի։ Ումս արի, ես անգամ էդի վերցնենք, փորձենք, ես սրանից փորձել ենք արդեն։ Տարբեր փորձենք, տեսնենք։ Այս անգամ էս նույնն է էդի հենց որ։ Այս անգամ էսի փորձենք, հետո այստեղ պիլմենիներ են, մեզ էսի, սա չի հետաքրքրում, մենք պատրաստում ենք։ Այստեղ այսպիսի իկրաներ է, անկեղծ չգիտեմ, սրանք համով են, թե չէ։ Խավիար սալմոնի։ Չգիտեմ։ Այստեղ այդ թուներ են գազար, կորեյսկի։ Կատնաշորներ, ինչա կաշկավալ,
Արի, հա, հեսա կատնաշորտեղը մեծը կամ։ Արի վերցնենք, մենակ ժամկետը նայենք, քանի որ շատ շուտ չեն գալիս մենք այս խանութը։ Ժամկետը նայենք, որ շատ շուտ դուրս եկող չլինի։ 8:02 փետրվարի։ Ահագին կա դեռ։ Նա, էսի իրեքը քանիս է, էսի իրեքը 10 Երևի գրամների տարբերությունը։ Չէ, երկու հատ վերցրու, մի հատը քիչ։ Էսի 30%-ը դի 10-15-ը լավ է։ Թան։ Էս որտեղինն է։ Ուլան, թան էլ գրած է։ Այրանել է գրած, բայց թանել է գրած, հետաքրքիր է։ Կարող ես սից մի հատ պանիր վերցնենք։ Չէ։ Ինչի լավն է սրանք Լենոն բրինզը։ Բավարի չի խոսում։ Բրինզը պանիրը, թթվասեր։ Մենք այս էինք վերցրել, մեկ էլ այսի։ Էս էինք վերցրել, լավներ, երկուսն էլ լավներ։ Չէ, էսի վերցրեցինք, հետո փոխեց այդ աղջիկը, այն վերևինն ենք վերցրել։ Իմ հիշելով, չէ։ Այդ ենք վերցրել։ Կեֆիր։ Երկու հատ վերցրեցիր թվասեր։ Ոնց նա վերցնում։ Չէ, մեծ է, այլ է։ Երիքա։ Այս ինչա թան, ուզում ես տեսնես ումն է։ Հետաքրքիր է, որ հայերը թան, մենք ենք ասում թան։ Բայց չի թվում, էդի հայկական է։ Չգտար։ Անցանք ես մի կողմ, բայց դատարկություն է, չէ՞ որ մենք եկել էինք դրա համեմատ։ Այն ժամանակ ավելի լիքն էր ոնց որ։ Կվաս։ Այս լիցքի կվասը իրոք շատ համեղ է։ Իրոք։ Բայց կարելի է մի անգամ էս էլ փորձել։ Ես մեկ նրանից վերցրել։ Հա, արի մի անգամ մի հատ նայեց, համեղ կտեսնենք որն է լավը։ Այս ինչա, տարաս։ Տարաս։ Խոսքով սա։ Ահա, անցանք առաջ։ Բավականին մեծ խանութ է։ Մեծածախ առևտրի կենտրոն է կոչվում, բայց մանրածախ կարում ես հատով ապրանքներ գնել։ Այստեղ ինչ է, այստեղ մեզ չի սա հետաքրքրում գարեջուրը։ Այս կողմն էլ է գարեջուր։ Ինչ։ Մերուկի թթում։ Չէ։ Հա։ Ուսում են համով, ես չեմ կերել անկեղծ։ Եթե փորձել եք, խնդրում եմ գրեք, համեղ է թե չէ։ Բայց ինձ թվում է մեզ թթուներից հիմա ոչ մի բան պետք չի։ Չէ, ունենք։ Մենք դեռ ունենք թթուներ նոր տարուց մնացած։ Այստեղ վրացական լիմոնադ է։ Բայց ոնց որ վրացական չէ։ Վրացական է։ Վրացական է, մենադրոշը կա։ Այս էլ ուրիշ ֆիրմա է։ Ահա, տես լիցքին սենց բան էլ ունի, բանկայով։ Այստեղ բորշոմի է։ Ինչի մեր ջերմուկը չկա, օրինակ։ Լիմոնադ բուրացինո, հիշում ես։ Բուրացինո չէ։ Չէ, ես չեմ հիշում տես լիմոնադ։ Ահա, հետաքրքիր էր էսը։ Սուր խիոս լինի մա։ Բազուկի։ Էս էլ բանն է, կակ։ Գարչիցայա։ Գարչիցայա տարբեր տեսակի։ Ինչ է։ Չէ, ձավար չէ։
Չէ։ Էս չմշակվածն է երևի, չէ։ Պշինիցա է։ Սորենա է։ Գարչիցա, մանանեխ։ Տարբեր տեսակի։ Նրանք եթե մռու մի կարելի է վերցնել։ Չգիտեմ, մռոյա թե չէ։ Ինչո՞ր։ Չմոծոյս ինչո՞։ Ստեղը կետչուպ։ Թուպը, խաղողի թուպ։ 8.59։ Պատը չի երևում ոնց որ։ Մենայն դեպս ոնց որ լղկած չի, բայց մի բանկան 8.60։ 720 միլիլիտր։ Ասա որ երշիկնան էլ է դատարկություն, չէ՞։ Այն ժամանակ հա ինձ թվում է հələ չեն ստացել, այն ժամանակ ավելի շատ էր ամեն ինչը։ Այսի ոնց որ բան է, կրակովսկի է։ Այ էդի է մի տեսակ տեսքը ոնց որ չէ։ Լավը։ Ինչ է կոչվում երշիկը։ Չգիտենք, բայց այս սրանից վերցրեցինք վակուումի մեջ։ Հարցական է։ Հա, այսինքն կարող ավելի լավը տեսնենք, փոխենք։ Այս հետաքրքիր է այս մեկը։ Այն կողմն էլ կա ոնց որ երշիկի սառնարան։ Այստեղ երշիկ չի, հա, նրբերշիկ է։ Նրբերշիկ, բայց տոկանից շատ քիչ է տեսականին։ Ինչ անենք, մի հատ էլ ուրիշ վերցնենք կրակոցկեն փուչուրներից փորձելու համար։ Հա, մի հատ ուրիշ վերցնենք, տեսնենք որից է լավը։ Մենք սրանից չէինք վերցրել, հենց անգամ, չէ, էսի մոսկովսկի, մենք ոնց որ սերվելատ էինք, հա, վերցրել։ Բավականին մոսկովյան գներ է։ Չէ, դի կիլոն է այդքան, բայց էսի քիչ է, էսի 300 գրամ է։ Հատը չի այդքան 20 եվրո։ Ամեն դեպքում դրամարկղով մի հատ կստուգենք։ Չէ, տեսականին շատ չկար, դեռ երևի բերում են, չեն ստացել, ինձ թվում է նոր տարուց հետո։ Դա է պատճառը։ Հերիք է երշիկները։ Այստեղ էլ էսպիսի համեղություն։ Զեֆիր կակո։ Զեֆիր с глазурью։ Տեսնես համովա։ Այ փորձենք։ Ինչքան է գինը, չգիտենք։ Գին չկար, կներեք։ Վերցնենք պրանիկ։ Հա, ես Որից սովորական։ Չեմ հիշում որն ենք վերցրել։ Ինձ թվում է դասականը միդովին չի, մեղրայինը։ Կարելի է ուրիշ վերցնել, որ փորձել։ Պրանիկ շոկոլադնի է։ Որից վերցրեցիր։ վանիլն է։ Վանիլն է։ Նրանց երկուսն էլ լավն էր, մենք համ վանիլային էինք կարծեմ վերցրել, համ միդովի։ Կարամելի պրանիկ, էսի կարամելով է։ Այդ ինչով է։ Իստում այս սրանից է։ Այս սրանից է։ Արժեքը 2, տարբեր գներ է իհարկե։ 2.81, 2, սա էլ 81։ 20-ից էլ ենք վերցնել։ Էդ էլ է վանիլնի թե Չէ, էսի կարամելն է։ կարամելն է։ Չգիտեմ գակ։ Կուզենայի տարբեր վերցնեինք, որ այս էլ ընկույզով է, արեխվի։ Սմական։ Ուշքի։ Սուշկի։ Որ վերցնենք։ Չգիտեմ, որն ուզում եք, ես սուշկի չեմ սիրում։
որը որ ուզում ես։ Աղի ծողիկները։ Այս սրանք էլ է համով չորահաց, բայց այստեղ խանութներում չկա։ Քան համով է սրանք։ Մի հատ էլ այն կրեկերներից վերցրել է։ Չէ, այս պիցայի համով է վերցրել։ Պիցայի է դա, չէ, կողքինը։ Այդ է։ Մի հատն էլ ուրիշ վերցրել։ Որը վերցան, որն է։ Մեկ այդ ինչ է։ Իսկ սրա մեծն է։ Դրա մեծը չկա։ Դե միքսն է այն մեկը։ Այս կողքին է վերցրել։ Ահա։ Grand Kenzie։ Գտա հարազատ ինչ-որ բան գտա նորից։ Ջոյկո։ Արժեքը 3.29, բոլորը նույն գինն է։ Այսպես տնեմ, որ լավ երևան։ Այստեղ էլ վափլիները, մեր մանկության տորտերը, շատ համով, բայց ինիքվանը չգիտեմ, այդ համը ունի, թե չէ։ Այս գունավոր վափլիները ինչքան էինք սիրում։ Մուգա։ Մարմելադ Ազովսկի, այս սրանից Հայաստանում կար։ Կոզինախ։ Ազովսկaya։ Այստեղ բոլորը մարմելադներ են։ Հա, կորցրել էիր ինձ։ Հա։ Կորցրել էիր ինձ։ Հա։ Փնտրում էիր։ Չոքի մալակո։ Ահ, ծիչի, տեսնես, այդ համը կա, այդ ծիչի։ Էմա ջան, ես չեմ կարող այդ համը փոխանցել քեզ։ Այդ համը ժողովուրդ առաջվան է, հիշում եք։ Ոյ, հեսա, բայց ինչ ախորժելի տեսք է, բայց չգիտես, այդ համն է, թե չէ։ Լեհական է, ինչ անենք, վերցնենք, մի հատ փորձենք։ Ու երեք համով լինի։ Առաջվանը լինի։ Այ ռուսական էլ կա այստեղ, չէի տեսել անցած անգամ։ Ինչ է։ Ռուսական կոնֆետե կա, բելիչկա կա, Красный Октябрь կա։ Красный Октябрь այդ ֆիրման է как։ Էսի կարակումն է, ճիշտ է։ Մագնա, Ромашка, ուրա ռամաշկա, հա ներքևը, ու էլ տեսական, էդի մագնա։ Ու էլ տեսականը չկա, հալվաներ կան։ Ուրիշ ծիչի մալակո չկար, չէ, ուրիշ տեղի։ Չէ։ Լավ, փորձենք ձեզ կասենք համովեր թե չէ։ Արժեր արժեն թե չէ, առաջվանն է։ Դե բնականաբար առաջվանը չի լինելու։ Ժողովուրդ կփորձենք, ձեզ էլ կասենք։ Մի քիչ գոնե նմաներ թե չէ առաջվանին։ Շարունակվում է մեր գնումները։ Այստեղ եկել ենք պահածոների բաժինը, ձկնեղենի, անցած անգամ շպրոտ էինք չէ վերցրել տոմատով,
սոուսի մեջ, շատ լավն էր, համով էր։ Ոյ, կիլկի, էդ ինչա կիլկի ա ձեռքին, հատ ես կիլկի եմ սիրում։ Չեմ կարող հասկանալ։ Ստեղից վերցրեցիր, Հա, բայց ինչ են տարբեր գներ, էսիոյենի, Ռիգայինն ասա, բայց ինչա չգիտենք, շպրոտ, եսիմ կամետ շպրոտ, ուրեմ շպրոտը, ստե մենակ կիլկի կա, բայց տոմաթով չեմ տեսել, եսի կիլկի ա, ստե ինչ կամ, ինչ անեմ, չես հասկանում, գները չեմ հասկանում։ ես ստե իշը վերցրեցիր, մեկը 1.24 ա, մեկը 2.91, Տակի ինչա դրանց։ բայց ինչ տարբերություն, բոլորը իմ վերջացրեցինք, չէ, այսքան բան են գնեմ, այստեղ էլ պաղպաղակները, Հատը կարելի է ուրիշ վերցնել, Կվուց է բոցում, սխալ կոմից էի բոցում, տեսա, մի հատ է սա վերցնեմ, մի հատ էլ եկեք ասա վերցնեմ, գները այսպիսին են, ճիշտ ասած չգիտեմ, որը որ գինն է, բայց կհասնի չէ տուն, դժվար, դե արինեցը վերցնենք, որ հիմա, վերցնեմ ես երկուս սենց, եսի հիմա դու չեմ կարող տեք հաստատ, բայց տոպրակը վերցնենք, դրանք տոպրակի մեջ։ մենք չունեինք մեքենայի մեջ տոպրակ, Չէ, սելապանի տոպրակ, որ հանկարծ հալի։ լավ, վերցնենք արի, տանենք շուտ սարցախցիկ կդնենք, Սայլեմ չէ վերցնենք։ այսքան եմ, Գյուզում ես էլի մի քանակ վերցրել։ բավա չմնա, Եթե չմնաց, էլի չի մնալ, եթե մնաց, դա մնալու է։ ինչ վերցնեմ էլ, Լավ ես ասում, վերցրել վերջանա։ ասի չեմ, հայկական խանութում ես տեսականիների շի ուրիշ է, Չէ, հա, ընդեղ ուրիշ հա, ուրիշ է անդը, ու հետաքրքիր է, այստեղին եմ, գնացինք, փոխեցիր երշիկը, հա, երշիկը փոխեցինք, ասենք ինչի հեսա դրսում, ասեց, սրանից ընդեղ էլ կա, կարաս փորձես, ասի ջեդի, եթե եսա մենք փորձել ենք ես սրանից։ հա, ասեց էսի, պասոն մեր վերցրած է ժողովուրդ գրիլի համար էր, կիսա հում էր ասեց, տենց չեք կարող ուտել, գրիլի համար էր, չփոխեցինք։ Հա, ավելի շատ կրակովսկի է, տնական համով։ Տեսքը լավն էր, չգիտեմ։ Հա, էլի ես վերցրել։ Բայց ուրիշ է։ Հա, խոսքով մի ամսվա երշիկ ենք վերցրել։ Գնացինք։ Քիչ էինք ուզում առուտուր անենք։ Սենց ստացվեց։ Որոշեցինք ցուկ էլ վերցնենք։ Ծխեցրած։ Ժողովուրդ, մենք վերջացրեցինք մեր գնումները, տանը ցույց կտամ ինչ գնացինք։ Հիմա գնում ենք արդեն տուն։ Գնում ենք տուն։ Բայց ոտ եղանակը փոխում է։ Հիմա ցույց տամ, ամպեր են կուտակվում։ Ահա, տեսեք։ Ինչ ամպեր են կուտակված։ Բայց երևի կբացի։
Ինչ գրակո։ Թե գործարանա։ Գործարանը։ Այս կողմը սա գործարաններ են, չէ՞։ Հա։ Սիրելիներս, մենք արդեն տուն ենք վերադարձել։ Հիմա Մերկադոնայի գնումները արդեն տեսակ, առանձնապես գնումները չկար Մերկադոնայից շատ։ Հիմա ցույց տամ, թե ինչ գնացինք ռուսական խանութից։ Այստեղ այսպես շարել եմ, մի քիչ տեղս փոքրացել է, դրա համար լավ չեմ կարողացել շարեմ, հիմա ոչինչ, ձեզ ցույց կտամ։ Եկեք առաջինը բախբախակա ցույց տամ, դնեմ սարսախցիկ, տեղից ահագին ճանապարհ ենք եկել, հիմա պատկերացնում եմ հալված է լինելու։ Սա դնեմ սարսախցիկ, հետո շարունակեմ։ Ահա, հիմա շարունակենք։ Ծխեցված այստեղ ձուկ ենք վերցրել, սա ենք վերցրել, այստեղ կվաս, այսա փորձել ենք, իրոք շատ լավն է, սա չենք փորձել, որոշեցինք այս անգամ տարբեր վերցնենք, որպեսզի փորձենք։ Կվաս ենք վերցրել, այստեղ կրեկեր, սա սովորական, սա պիցայի համով, սա իհարկե Հայաստանում կա, այստեղ խանութներում չկա։ Սա եմ վերցրել, պրյանիկ եմ վերցրել, սա ինչ կարամելով, իսկ սա վանիլային, մեղրը ինչ վերցրեցինք, ապա, լավ, մյուս անգամ, կատնաշոր, մինչև փետրվարի 8-ը ժամկետը, մի քիչ, քանի որ շուշուտ չեն գնում այս խանութը, ստացվում է ամիսը մեկ անգամ են գնում, վերցրել եմ մի քիչ հին ժամկետով, ավելի երկար ժամկետով, ոչ թե հին, երկար ժամկետով, ոչ նայած սարսախցիկում լավ մնում է, փորձել եմ։ Ահա, այստեղ զեֆիր, չգիտեմ, կփորձենք հիմա, տեսքը գրավիչ էր նկարը, համը չգիտեմ լավն է, թե չէ, վերցրել ենք սա, շոկոլադով, այստեղ բարաջինսկի հաց ենք վերցրել, իհարկե սառեցված է, հիմա արդեն համարյա թե հալել եմ, ինչ ենք վերցրել, այստեղ ձուկ, չգիտեմ, էսի ինչա գիլկի է, թե, ոյ, սա որ նկարես, մենք է կտեսնենք կարգին, չգիտեմ ինչն ենք վերցրել, բայց այսպիսի ձուկ ենք վերցրել, տոմատի սոուսով, սուշկի, անկեղծ է սուշկի սիրահար չեմ, չգիտեմ համեղա թե չէ։ Ոյ ես եք վերցրել պծիչի մալակո, լեհականներ, բայց չգիտեմ խի համոզված եմ, որ այն մեր իմացած պծիչի համը չի լինելու, բայց սա էլ կփորձենք, ու այստեղ երշիկներ ենք վերցրել, տարբեր այսպիսի երշիկներ, քանի որ էլ եմ ասում, ամիսը մի անգամ է ստացվում ենք այս խանութը, ամիսը մի անգամ ենք գնում, մի անգամից շատը վերցրել ենք, որ էլ չգինանք շուշուտ։ Սա ուրիշ էինք վերցրել, անկեղծ աշխատողը, շատ իմիջայլոց բարեհամբույր աշխատողներ են շատ, ասեց, որ դա գրիլի համար է։ Մենք է փոխեցինք, սա վերցրեցինք և այստեղ թթվասեր, ինչի համար, որ գնացել էինք թթվասեր ու կատնաշոր, ուй հա երշիկ, դրանց համար էինք շատ գնացել, ահա, այսքան կարծես թե այսքանն էին մեր գնումները, հիմա եկեք պծիչի մալակոն, ես էլ եմ անհամբեր տեսնեմ լավն է թե չէ, ահա, հիմա սա փորձենք, տեսքը այսպիսին է, փոքր է, մերեն իմացածը, հա, երկու հարկով է, մեր իմացածը մեծ էր, չէ, ավելի, տեսնենք նմանա թե չէ, մեջը այսպիսին է, մեր իմացածը, տեկուս հայկականը չէ, այսպես հաստեր մի տեսակ լավներ մեջը, շատ էր, այս սուֆլեի մասը, այսպիսին է, որ ասեմ հոյակապը հաստատ տարբերվում է մեր իմացածից, բայց ոչինչ, մատը չեր, բայց մեր իմացած այն ժամանակվա պծիչի մալակոն հաստատ չի։
Ժողովուրդ այստեղ զեֆիրը կտրատել եմ մեջտեղից, սա մեջտեղն է, սև, երևի սև շոկոլադա, որովհետև մուքագույնը, սա էլ այսքանը կփորձեմ հիմա, որովհետև արդեն այն մեկը շոտ քաղցրեր ու կասեմ ձեզ համեղ էր թե չէ։ Ոչինչ։ Անկեղծ ես Հայաստանում եմ կերել մեր զեֆիրը շոկոլադի մեջ, ինձ թվաց ավելի համով է։ Կգնեմ երկրորդ անգամ զեֆիրը թեպծիչի մալակում, չէ, երևի էլ չեմ գնի, ամենայն դեպս այս տեսականին չեմ գնի, ուրիշը կփորձեմ։ Երևի հիշողություններից ելնելով ավելի շատ գնեցի, ուզում էի փնտրել հինը, համեղը։ Սիրելիներս, այսքանն էին ռուսական խանութի գնումները, և ռուսական խանութ էինք մտել և Մերկադոնայինը արդեն տեսակ, առանձնապես այդքան էլ բան չէին գնեմ Մերկադոնայից։ Մի խոսքով, հիմա եթե կհարցնեք ինչքան վճարեցինք այսքան գնումների համար, ասեմ, կազմել էր 107 եվրո 66 սենտ, ու մենք քանի որ այնտեղ գրանցված էինք, հաճախորդ ենք ու անցած անգամ որ գնումներ էինք կատարել, միավորներ էինք կուտակել, 5 եվրո, մոտավոր 5 եվրո դուրս եկավ մեր գնումներից, վճարեցինք վերջնական 102 եվրո 28 սենտ։ Խոսքով, չգիտեմ, այսքանի համար լավ էր, թե վատ էր, սա ենք վճարել։ Ու երևի այսքանով ավարտեմ այսօրվա վլոգը, ինչպես միշտ ցանկանում եմ, մնացեք բարյավ ու խաղաղ, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք հաջորդ վլոգում սիրելիներս։ Հաջորդ վլոգում հուսով եմ տոնածառը արդեն կհանենք։ Միշտ լավ եղեք, պաչիկներ բոլորիդ։